Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատագող եւ ավելի վատ բաներ նախկինում Մուկուչյանին են ասել, երկրորդ սա վիրավորանք չի ընդհանրապես հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը, երրորդ երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ տական բան, ես իմ ձեռքի տակ էր հայտնվել մի գրություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փորփրեմ հեռուստից մեջ կգտնեմ այդ գրությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեներ բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեներ կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ հնչեցնում, որ դուք վատ լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ դրվագներ կարելի է բան անել, փորփրել, գտնել։ Խնդրում եմ լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանք ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք թվանկարչությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները, հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցորիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, այդ թվում այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով մի ամուր խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչից եք վիրավորվում։ Եթե Մուկուչյանը երևի նայում ասում է ոնց։ Ես ուզում եմ ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում զբաղվել։ Զբաղվեի ստեղ մանդատ կստանայի։ Կարծում որ ինձ առաջարկներ եղել են չեմ ուզել, որ ուզենայի զբաղվեի մանդատ կտայք հիմա։ Բարեբախտաբար չեք տվել։ Պարոն Մակարյան, դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ։ Ես լրագրությամբ եմ զբաղվում։ Դուք, պարոն Մակարյան, իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ կապ դա ձեր կարծիքն է, պարոն Հովակիմյան, ես իմ ընկերոջ խոսքը Պարոն Մակարյան, դուք լսեք, պարոն Մակարյան, դուք ինքներդ եք, դուք ոչ մյուսները, դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով այնպես այո, պարոն Մակարյան, այդ մասներում հարգելի պարոն Մակարյան ջան, երբ որ հարց եք տալիս, բարի եղեք լսել պատասխանը եւ խնդրում եմ ձեր վարքով լրագրողի գործը մի վերածեք, այսպես ասենք, պաշտոնյաների հետ կռիվանող կամ բանավիճող մասնագիտությամբ։ Ես կրկնում եմ, պարոն Մակարյան, ես հիմա հենց ձեր հարցին եմ պատասխանում, եթե համբերություն ունենաք լսելու, համբերություն ունեցեք, Պարոն Մակարյան, համբերությունը գիտեք ինչ բան է։ Որ համբերեինք։ Կամ պատասխանեք հարցին, կամ ասենք։ Պարոն Մակարյան, Լավ, հետ եմ ասում, պարոն Մակարյան, պարոն Հովակիմյան, պատասխանեք, ես ուզում եմ պատասխանել, դուք անդադ զուգահեռ խոսում եք։ Պարոն Մակարյան, կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք։ 20 վայրկյան ձեն չեմ անում։ Կրկնում եմ, պարոն Մակարյան, պաշտոնյաների այդ վիճերը դա լրագրողություն չի։ Շատ լավ։ Ես փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող, ինչ որ գրել եմ, ի տարբերություն ասենք ներկայիս օրինակ կայքերի այս աշխարհի ոչ բան ջնջված չի։ Ու ես երբեք այո սուր հարցեր շատ եմ տվել, իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր տվողը, բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր, ձեր հարցը վիավորանք էր, ձեր հարցը ամբողջությամբ Պարոն Մակարյան, ասեք որ բառներ վիրավորանք, հենց հիմա ներողություն խնդրեմ։ Որ բառներ կարող եք լռել։ Հարց եք տվել, ունեցեք դուք ձեզ հարգեք, ես կարող եմ լռել։ Ես ժեստ եմ անում տղամարդկային, ասեք որ հարցներ Պարոն Մակարյան,
Վայ, Պարոն, եկեք բան անենք, մյուսներին հնարավորություն տանք, վերջում կարող եք մնալ ձեր on-line-ը կմիացնեք, այդ բանավեճը կծավալեք։